Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում երկրորդ օրն է շարունակվում է ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի փակ գաղտնի վարկանիշային քվեարկությունը։ Ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեաթերթիկում ընդգրկված է 274 տեխնացու։ Քվեարկելու իրավունք ունեն համաժողովի 1057 պատվիրակները։ Ինչու պետք է կուսակիցները քվեարկեն Ալեն Սիմոնյանի օգտին։ Ազգային ժողովի նախագահը քվեարկությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Իմ նախագահության օրոք, իմ պարլամենտական գործունեության օրոք հնարավոր բոլոր դժվար իրավիճակները եղել են, սկսած ազգային ժողովի շենքի վրա հարձակումից, վերջացրած ռադիկալ տրամադրված ընդդիմությունով, վերջացրած հուզական եւ շատ ցավոտ իրավիճակում մեր տարբեր հայրենակիցների հետ լսումներով, միջազգային գործունեությամբ կարծում եմ, որ շատ բան եմ արել, որի համար ես շատ մարդկանց կողմից գուցե եւ ընտրվեմ։ Քաղաքական դաշտում քաղաքացիական պայմանագիրը ամենամեծ մրցակիցը ինքն իրեն է համարում։ Սիմոնյանը կարծում է, որ ժողովրդի հետ իրենց խոսակցությունը ստացվել է ու շարունակվելու է։ Արդյոք Սամվել Կարապետյանին համարում են մրցակից։ Խորհրդարանի ղեկավարը պատասխանեց. Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի տեխնացու առաջը դրվի, դա հերթական ֆեյք խոսակցությունն է եւ թերևս այն նախկին մեր գործընկերների, նկատի ունեմ ընդդիմադիր գործընկերների պես երևի իմ կարծիքն է ինքը իր համար փախուստի ձև է փնտրել նման որոշումով, որովհետեւ դե գիտեք ինչ, մշտապես ինքը հայտարարել է, որ քաղաքականությամբ չի ուզում եւ չի զբաղվել, ում վրա քրեական գործ են հարուցում, կուսակցություն է ստեղծում, ուզում է գա պարլամենտ, ինչ որ տան նոմսը բան է դարել, նոր մոդա է դարել, որ ում վրա քրեական գործ են հարուցում, բարձում է ինքը տենց վաղեմի քաղաքական գործիչ է։ Բայց որ հարցազրույցները նայում ես մի տարի մի ժամ առաջ ասում են, որ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն, ինքը չի կարող լինել վարչապետի ոչ տեխնացու, ոչ վարչապետ, մի քիչ աբսուրդային է իրավիճակը։ Ըստ ազգային ժողովի նախագահի մարդիկ սկսում են քաղաքականությամբ զբաղվել, երբ ի հայտ է գալիս քրեական գործ։ Հերթական անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորության մեջ գցել, մի անգամ Կանադայի քաղաքացի բերեցին, որ իբր պետք է վարչապետ դառնա Աստծո օրհնությամբ, այն մեկն էլ ասում էր Աստծո օրհնությամբ, չէ, այն անհաջողակը ասում էր Աստծո օրհնությամբ։ Հիմա այս մեկը ասում է, չգիտեմ, դրսից ինչ որ մարդկանց են բերել, որոնք մեզ ուզում են բացատրեն մեր սահմանադրությունով, ոնց իրանք կարող են ամեն ինչ անել, որ իրանք ուզած մի խոսքով աբսուրդ ասա։ Սիմոնյանի խոսքով Հայաստանում անգամ որոշ ընդդիմադիր կուսակցություններ կարող են ջախջախել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանին։ Իրանք էլ են վստահ, որ իրանք ջախջախիչ պարտություն են տանելու։ Արդյոք Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից։ Այնտեղից հնչող որոշ հայտարարություններին անդրադառնալով ազգային ժողովի նախագահը նկատեց. Ինձ մեկ է։ Ինձ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության շահերը առաջ գնան։ Սովորենք էլի երևի, որ տենց եթե դե մեծ երկիր է բանա, պետքա բան անենք։ Հա, արեցինք տենց 30 տարի արեցինք։ Ղարաբաղում արեցին, Ղարաբաղի կառավարությունը դա արեց։ Ինձ ընդդեղի ղեկավարը ասում էր, դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղը այսօր ամենաապահով տեղն է 44 օրյա պատերազմից հետո։ Ասում էր, ձեր մասին մտածեք։ Գրում էին «Սպասիբա Ռոսիա»։ Բաքվում պահվող հայերի վերադարձին անդրադառնալով խորհրդարանի խոսնակը պարզաբանեց. իրականացվող երկկողմ աշխատանքը բարդ է, սակայն առաջ գնալու հնարավորություն է, որից չպետք է հրաժարվենք։ Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են։ Այսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ վերադառնան։ Հայաստանը տեր ունի, դա ժողովուրդն է, հայտարարեց Սիմոնյանը, անդրադառնալով եկեղեցու բարենորոգման օրակարգի վերաբերյալ դրսից հնչող հայտարարություններին։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանում կարող էր ասել այն փոքրիկ խմբակը, որը որ ինչ որ գործողության հետ կապված եւ ասեր մենք մեր ձևով կմիջամտեինք, մտառը կմնար Սամվել Կարապետյանից։ Մտառը կմնար, կարող է դա էլ չմնար։ Ինքը դա գիտակցում է, չէ՞։ Չգիտեմ, ես դուք անուններ եք տալիս, ես այդ անունների հետ կապված չեմ ուզում կենտրոնանալ, բայց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի հետ կապված որ երկրից ուզում է լինի, ուզում է Ֆրանսիայից լինի, ուզում է Լիբանանից լինի, ուզում է ԱՄՆ-ից լինի, բնական է մենք դիմադրելու ենք եւ չենք թողնելու Հայաստանի Հանրապետություն նամեստնիկ բերեն կամ դրսից տղա բերեն։ ՔՊ ընտրացուցակում ենթադրաբար կլինեն որոշակի անակնկալներ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Գևորգ Պապոյանը։ Նկատել, որ ընտրական գործընթացները հենց դրանով են առանձնանում։ Էկոնոմիկայի նախարարը նաև անդրադարձել է թրիփ նախագծին, պարզաբանել ԱՄՆ հետ գործակցությամբ ներդրումների մասին հայտարարությունները։ Նույն թրիփի դեպքում Հայաստանը ոչ մի դրամ չի ծախսել։ Տրամադրել է հող, որը իհարկե փող է։
հասկանալի է, բայց վարկ չենք վերցրել, պետական բյուջես գումար չենք տվել, պարտատոմս չենք թողարկել եւ այլն։ Ամերիկյան կողմը գումար, մենք հող։ Այս դեպքում ստացել ենք ու ստանում ենք շատ լավ արդյունք։ Nvidia-ի դեպքում ինքը խոշոր ներդրումային ծրագիր է, որտեղ ներդրողները եւ Հայաստանից են, եւ Միացյալ Նահանգներից եւ աշխարհի տարբեր երկրներից։ Իսկ իրենք անընդհատ գումար են հավաքում ու այդ պրոյեկտի նախնական փուլում, եթե խոսում ենք $500 միլիոն մասին, այդ $500 միլիոն արդեն կարծես թե ոնց որ ներդրվել է կամ ներդրման process-ում է եւ հիմա արդեն խոսում ենք $4 միլիարդ մասին, այսինքն ու ես որքան գիտեմ այդ $4 միլիարդ գումարի մի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, արդեն հավաքվել է։ Անդրադառնալով երկաթուղու հետ կապված վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը մտադիր է կոնցեսիոն կառավարումը հանձնել որևէ երրորդ երկրի, որը լավ հարաբերություններ ունի եւ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ, Գևորգ Պապոյանը նշել է. աշխարհում կան երկրներ, որոնք շատ լավ հարաբերություններ ունեն եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի, եւ ԱՄՆ-ի հետ, նաեւ ունեն ներդրումներ կատարելու հնարավորություն, եւ վարչապետի առաջարկը այդ մեխանիզմի մասին է։ Սա Ռուսաստանի դեմ չէ, սա Հայաստանի համար է։ Եթե Ռուսաստանը կարողանա այդ ներդրումները անել եւ Ռուսաստանը կարողանա սպասարկել ռուսական կողմը, կարողանա սպասարկել այդ համակարգը, որ Հայաստանի միջով այդ բեռները անցնեն եւ մենք դրանից քաղաքական եւ տնտեսական անվտանգային օգուտներ ունենանք, մենք խնդրեմ չունենք։ Խնդիրն է անում, դուք գիտեք աշխարհական դասավորվածությունները այնպեսին, այսինքն մենք չենք կարող ասել դե եկեք օրինակ այս երկրի համար մեր շահերը ենթադրենք զոհենք։ Պապոյանը նշել է, որ դա որևէ երկրի դեմ ուղղված քայլ չէ եւ բխում է միայն Հայաստանի շահերից, իսկ ինքնիշխան Հայաստանը կարողանում է մինչեւ վերջ պաշտպանել իր շահերը։ Ինքնիշխանությունն նրա մեջ է, որ քեզ չեն կարողանում ստիպել, որ դու քո շահերի դեմ բան անես։ Ցավոք արձանագրեմ, մեր անկախության պատմության մեջ քիչ են այդ դեպքերը, որ մեր շահերն է պաշտպանվել բոլոր դեպքերում, որտեղ մենք տեսել ենք այդ որոշումները ոնց են կայացվել։ Ոնց են կայացվել, ընդ որում այդ կայացնողները հաճախ չեմ կարծում, որ շատ ուրախ են եղել, որ այդ որոշումները կայացրել են։ Բայց հենց ինքնիշխանությունը նրա մեջ է կայանում, որ երկրի ղեկավարը կարողանում է երկրի շահը պաշտպանել։ Պապոյանը վարչապետի առաջարկը համարել է ամենանախընտրելին, որպեսզի գործընկերը չդառնա կոնֆլիկտի կողմ, այլ լինի հավասարակշռող։ Նախարարը միաժամանակ հիշեցրել է, որ դա ներդրումային առաջարկ է, եւ բնականաբար ներդրողը պետք է եկամուտ ստանալու հետաքրքրություն ունենա։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։